Եվրոպական պետություններից ժամանած տարբեր կարգավիճակ ունեցող մարդիկ շատ լավ happy weekend անցկացրեցին, լավ ռեստորաններ այցելեցին Հայաստանում, բայց դրանից զատ Հայաստանին չտվեցին որևէ քաղաքական կամ միջազգային հնարավորություն հարթալ, խնդիրներ բարձրաձայնելու, մարտահրավերներ բարձրաձայնելու կամ դրանց դիմակայունության հետ կապված ինչ-որ ծրագրային ամփոփում կամ ելքեր փնտրելու, որովհետև Նիկոլին ընդամենը պետք էր այդ նկարը, այդ պատկերը, որ ամեն ինչ շատ կանաչ է, ինքը ամենակապույտն է իր իշխանության կառավարման ժամանակահատվածում եւ ինքը այն Թուրքին եւ Ադրբեջանցուն Հայաստան բերելու անունը եթե դրել է խաղաղություն, ուրեմն դրա համար պիտի ունենա գեղեցիկ ֆոն։ Հիմա եթե եվրոպական քաղաքական համայնքի ղեկավար կազմի բավարարում է ֆոն լինել, որովհետեւ կա քաղաքական աճուրդ եւ առևտուր, որտեղ իրենք արդեն ամեն ինչ տվել առել են, Նիկոլից վերցրել են այն ինչ պետք է եւ իրեն տվել են այստեղ Հայաստանում իշխանավարությունը իր իշխանազավթումը ապահովելու նոր հնարավորություններ, սա մեզ համար այո ցավալի է, մենք պիտի անմիջապես քայլեր ձեռնարկենք, հրապարակային դրանք կլինեն այսպես գործողություններով, իրենց այդ առանձին շփումներով, որպեսզի հասկանան իրենք, որ Հայաստանի Հանրապետությունում նույնականացված չէ Նիկոլը հայ ժողովրդի կամքի հետ։ Նիկոլը նույնը չէ Հայաստանի Հանրապետության հետ, շատ էլ որ հիմա կառավարական շենքերը զարթած ապահովում։ Եվ երկրորդ ամենակարևոր ասպեկտը, մեզ համար շատ կարևոր է հասկանալ եվրոպական քաղաքական համայնք ասածը, Հայաստանի ԵՄ համաժողով ասածը, իրենից գագաթնաժողով ասածը, իրենից ինչ է ենթադրում։ Դա քաղաքական աճուրդ է, որտեղ ավելի բարձր գին առաջարկող է լինելու, իրան էլ տալու են ներողություն, իրեն էլ տալու են այդ ժողովրդավարության կնիքը։ Թե սա իրականում քաղաքական աճուրդ չի, հենց ժողովրդավարությունը հիմնարար սկզբունքների, ազատությունների եւ իրավունքների մասին է։ Մեզ դեռևս տպավորություն է, որ սա քաղաքական աճուրդ է։ Ով ավելի բարձր գին է առաջարկել, իրան էլ ժողովրդավարության պեչատը տվել են։ Հիմա Նիկոլին են տվել այդ ժողովրդավարության պեչատը։ Մեզ համար սա անընկալելի է։ Բարով են եկել, շատ լավ է, որ happy weekend են անցկացրել, բայց դա հայ ժողովրդի շնորհք է եւ ոչ թե Նիկոլի, հայ ժողովուրդը հյուրընկալ ժողովուրդ է եւ մենք որևէ դեմ չենք հյուրընկալել մեր պետությունում, մեր երկրում, բայց դա մեր ինքնության, մեր ազգային նկարագրի, մեր պետության հաշվին չի լինելու։ Եվ վերջի վերջո, եթե իրենք եկել էին այստեղ ցույց տալու, որ հունիսի 7-ի համար Նիկոլին տալիս են արդեն այդ կնիքը, որ ամեն ինչ նորմալ է, լավ է եւ Նիկոլը կարա շարունակի իշխանազավթումը, մենք դրա հետ էլ հաշտ չենք։ Կխնդրեմ անդրադառնալ երեք Մակրոնի արած հայտարարությանը, երբ նշեց, որ օրինակ 8 տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Դե ակնհայտ է, որ այն լավ ժամանակը, որ վերջի 2 օրը Մակրոնը անցկացրել է Երևանյան փողոցներում, իր հիշողության հետ կապված կարծում եմ ինչ-որ խնդիրներ են առաջացել, որովհետև ինքը ոչ առաջին եւ թույլ տվեք ասեմ, ոչ էլ վերջին մեր բարեկամ պետության Ֆրանսիայի նախագահն է լինելու, որ այցելելու է Հայաստան եւ իրեն այստեղ շատ լավ են ընդունելու հայ ժողովուրդը, որովհետև հայ եւ ֆրանսիացի ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են եւ դա ոչ Մակրոնից է, ոչ էլ առավել եւս Նիկոլից է։ Ինչ վերաբերվում է իրենց այստեղ գալուն եւ Նիկոլին շատ մեծ ռևերանսներ անելու։ Ակնհայտ է, որ այն քաղաքական ուղին, որ այսօր Նիկոլը ընտրել է, դա նոր տերերի փնտրտուքը հասել է իր ավարտին։ Այլևս պիտի արևմուտքի կողմից ստացված պեչատներով ինքը շարունակի իր իշխանազավթումը։ Մարտը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ուզում էր ռուսական ուղեցրով գնալ, ինքը շարունակում էր այդ ուղեցիրը։ Ու գիտեք ինչ, այդ իր հակառուսականությունը կամ չգիտեմ որոշ մարդիկ փորձում են իր այլ բևեռների հարելը հիմնավորել, այդպիսի բան չկա, չզարմանաք, եթե մայիսի 9-ին ինքը գնա Պուտինի կողքը նստի, ոնց էր ասում, այդ ինչքան սիրուն է ձեր պարադը, ոնց եմ սիրում ես այս պարադը նայել։ Իր համար ոչ մի խնդիր չկա, ինքը ոչ մի իզմեր չունի, ոչ մի հնարավորություններ չունի այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոններին հարելու կամ չհարելու, ինքը ինչքան պետք է Հայաստանից կտա կբաժանի, նոյեմբերի 9-ով նախատեսված էր Սյունիքում ինչ-որ այլ պետությունների զորքերի տեղակայմինքը այդ էր ստորագրել։ Հիմա թրիփն է պետք, հիմա անունը դրել են մի հատ նոր ֆիրմային ձևակերպումներով, բառերով, back office, front office, դրանով է խափում հայ ժողովրդին, բայց էությունը մեկն է, որ հնարավորություն է փնտրում Նիկոլը Հայաստանի Հանրապետության հաշվին, մեր իրավունքների ու ազատությունների հաշվին շարունակելու իր իշխանազավթումը։ Մենք դրա հետ հաշտ չենք։ Մակրոնը կգա ստեղ, Թրամփը կգա, թե Պուտինը։ Տիկին Մկավչյան, Ռուսաստանից բավականին կոշտ արձագանքներ ենք լսում այս այցի վերաբերյալ, Զելենսկու հետ հարաբերությունների վերաբերյալ, սա ինչ հետևանքներ կունենա։ Քանի որ տեսել ենք արդեն սահմանափակումները։ Ես թքած ունեմ, թե Նիկոլի համար ինչ հետևանք կունենա։ Ես ցավում եմ, որ մինչև հիմա
Ռուսաստանում կլինի դա, ռուսական մայրաքաղաքում Մոսկվայում, Բրյուսելում կլինի, չենք կարողացել մենք այստեղ գտնվող քաղաքական ուժերը, մենք որպես հասարակություն մի բան բացատրենք, որ Նիկոլը Հայաստան չէ, Նիկոլը հայ ժողովուրդ չէ եւ Նիկոլը մեզ չի ներկայացնում։ Ցավալիորեն այդ իշխանազավթի բոլոր տեսակի ծաղրական գործողությունները, բացասական գործողությունները, իր այս բանդայով իրականացրած ցանկացած տեսակի գործողություն ընկալվում է որպես Հայաստանի Հանրապետության կողմից կատարված գործողություն։ Ձեր տված հարցի հնարավորությունից օգտվելով նաև մի անգամ եւս ասում եմ, Հայաստանը Նիկոլ չէ, Հայաստանի արված գործողությունները, Նիկոլի արած գործողությունները Հայաստանի գործողությունները չեն։ Եվ հենց որ Հայաստանում պետականությունը վերականգնվի, ամեն ինչին կտրվի իրավական գնահատական։ Ես նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետությունը հատերաբեմ սարքեր նրանց համար, ովքեր ցանկանում են բսկտել մեր պետությունը, ովքեր ընդհանրապես պատրաստ են, որ այստեղ Ալիևը հենց երեք Երևանում ճիշտ է, դեռևս տեսակապով, բայց կարծում հերու չի, որ կգա այստեղ հրապարակի կենտրոնից էլ մեզ հացաթակ կտա, մարդը մեզ սեպարատիզմի մեջ է մեղադրում։ Հայ ժողովրդի, ինքնորոշված ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարածը, ցեղասպանական գործողություններ իրականացած եւ էթնիկ զտում կատարածը, ստեղ խոսում է ինչ-որ պատերազմական հանցագործությունների մասին, Նիկոլն էլ ձև է անում, որ ոչ մի բան չի լսել։ Էլի ասում է, տեսեք ինչ խաղաղ է, ամեն ինչ կապույտ է եւ կանաչ։